Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր դեկտեմբերի 4-ն է եւ երկարատև դադարից հետո մենք նորից ձեզ հետ միասին հանդիպեցինք հանրային ձայնի այս գեղեցիկ, համեստ, կուլտուրական տաղավարում։ Մի վարքյան։ Ստեղ ես դզեմ, ահա։ Մեր մշտական բոլոր անդամները իրենց տեղերում են, պարոն Աբազյանը, Անդոյ, հաճելի մարդ, Մալչիկ Պայմինի Սասուն, Վայ Ղազարյան, Բոզի տղեքի հավաքածուն, Արգիշտ և Ազատուհի, Ռուզիկ և Քրիստիկը ևս էստեղ են և ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Արշակ Հակոբյան, Խաչատուրով Գրիշ, Երևանի քաղաքապետարան, նույն գլխավոր դատախազությունը ստեղի ներկայացուցիչը ունի, Սուրեն Պապիկյան, պես մի կողմ հələ դնենք, Պետոյան Կարեն, Մասիվի միլպետի տեղակալ, հիմա տեղափոխվում է ինչ-որ Վանաձոր ՊՊԳՎ-ի պետ, անցի Բոզի տղա։ Так, սասենց։ Էժմիածնի համար 5 ավագ դպրոցի տնօրեն Տիկին Սաֆարյան, Լակիրովանի դագաղամատնես։ 13-րդ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Ռուզան Դուրգալյան, Գառնիկ Վարդանյան, Համո Բեկնազարյան Հայ ֆիլմ կինոստուդիայի տնօրեն, ինչպես նաև Ուրին Կնիկ Դլո, Նատալի Սահակյան, Տունստի Նատալի Վահե Ղազարյանի կողը, Դատավոր Արամ Գրիշայի Գրիգորյան, Երևանի քաղաքապետարան ասել ենք Սիսի Գանդոն անցի կառավարությունով հանդերձ, մենք բաց ենք թողել, ներս ենք հրավիրում Գագիկ Ծառուկյան, Նվեր Ծառուկյան, Բացի դա, օրենքով գողեր, Պզո, Ժիրո, Ուֆայի Գևորգ, Լեննականցի Դավո, ինչպես նաև Նորագյուղցի Սևո և Զապ, Նորագյուղցի Սևոն և Զապը նստում են Ուգլավո, Քրիստիկ, տես ինչ ես տալի մեր հյուրերին, իսկ Պզո, Ժիրո, Ուֆայի Գևորգ, Բյուզանդի ընգեր, և Լեննագանցի Դավո նստում են են կոմի վերեն, Եզդի Վիտալիկ, սա սենց, և ընգեր Վահրամ Ամերիկայից, չնայած Վարամի հետ կապված էլ մարդ չմնաց, որ մեռավ խնդրել աղաչելով, այս վերջերս էլ զանգել էր նաև Մելսիկը, ինձ շատ հարազատ մարդ խնդրել է, որ Վարամին ես չթաղեմ, բայց Վարամի թաղումը մոտ է, նստի, Վարամ Դոդի կողմ։ Մինչ հաղորդումը սկսելը, առողջապահության նախարար Սևուկուլիկ Պորնիկ Բալիկ, քանի որ Վարամը լոսից է, այսպիսի մի հայտարարություն, Լոս Անջելեսում ապրում է մի ընտանիք, Աշոտ Սարգսյան, կնոջ անունը Գայան է, ունեն 2 որդի, Դավիթ և Հայկ, զբաղվում են գերեզմանակարերի բիզնեսով, ձեզ որոնում է Տիկին Լաուրան Գերմանիայից շուրջ 1 տարի և խնդրեց մեր հաղորդման միջոցով ձեզ փոխանցեմ, որ դու կապնվեք իրեն հետ, այդ կնոջ հետ,
Նշեք այդ կնոջ հեռախոսահամարը, որի տակ կա WhatsApp, Viber եւ ամեն ինչ։ +49 176 86 66 1906 Տիկին Լաուրան սպասում է ձեր զանգին։ Քանի որ մենք հրավիրել ենք Էժմիածին, այստեղ մի անձնավորություն ինձ գրել է եւ ուզում է եթերով հարց տանք Դոն Պիպոյին։ Ես այդ հարցը տալիս եմ։ Ասում է 2020 թվականի հուլիսի 20-ից 25-ը ընկած ժամանակահատվածում ձեր ռուս թիկնապանները հարգարժան Դոն Պիպո ծեծել են 18 տարեկան մի երեխայի, ում բանակի քեֆն էր այդ օրը, այսինքն վաղը գնալու էր բանակ մոր աշկի առաջ։ Հարց տվողն ասում է, ինչպես դուք դա կմեկնաբանեք ձեր կեղծ պատրիոտիզմով եւ ինչի եւ ոնց եք պատրաստում նայել այդ կնոջ աշկերի մեջ ում որդուն, որ դուք ծեծել եք, այսինքն ծեծել են ձեր թիկնապանները։ Ես լրացուցիչ հարց եմ տվել, բայց դեռ պատասխանը չեմ ստացել։ Եթե եկավ պատասխանը կապված Պիպոյի ախրանիկների կողմից 18 տարեկան հեսա եկավ ոնց որ։ Այո, ծառայեց եւ վերադարձավ տուն, հաղորդում չի տվացվել, ինչպես միշտ ծածկադմփոցը արվել։ Դու անդրադարձիր, թող ինքը հերքում տա, եթե հերքում տվեց, մնացածը մենք կտանք։ Այսինքն հարց են տալիս ընկեր Արթուր Ալեքսանյանին, պատրիոտ մարդ, հագավորների նկարներ նկարող մարդ, հարցնում են ինչ թար պատախելի, որ քո ախրանիկնի ծեծել են 18 տարեկան տղա երեխայի մոր աշկի առաջ, բանակի քեֆի ժամանակ, մեքենայի միջից հանել են, ծեծել են, հաջորդ օրն էլ երեխան պիտի գնար բանակ, գնացել է կապտուկներով։ Ձեր մեկնաբանությունը Արթուր Ալեքսանյան։ Սա մեկ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում մենք գիտենք ամեն ինչ հիմնված է բիզնեսի վրա, այսինքն ով գարի նստում է մինիստր, աշխատում է անպայման իր նստած տեղով ինչ որ մի օգուտ քաղի, բացառվամա չքաղի։ Այդպիսի մարդիկ շատ են, անկախ նրանից այս կուսակցության մեջ է, թե այն կուսակցության մեջ է, ոչ մեկը ցանկացած կուսակցության մեջ է, նորից եմ կգում, տես մարդիկ լիքն են։ Հիմա ընկեր Աբազյան բանը 103 շտաբօգնությունը, երբ որ հիվանդն է բերում տանում եւ այլն, ցույցում է տված 103-ին բոլոր հիվանդներին տանել Վիգմոր բժշկական կենտրոն։ Վիգմորը պատկանում է առողջապահության նախարար Սևուկ Ուլիկ Պորնիկ Բալիկին։ Այսինքն եթե դաժե հիվանդանոցը մոտիկ է կամ եթե դաժե այդ հիվանդը ուրիշ հիվանդանոցի հիվանդ է, խոսքի օրինակ վիրահատվել է, եկել է տուն, 2 օր հետո վատացել է, սկորեն գալիս է, պիտի տեղափոխի հիվանդանոց, բնականաբար ցանկալի է տեղափոխի այն հիվանդանոցը, որտեղ որ վիրահատվել է։ Բայց ես գիտեմ, որ գոյություն ունի մարշրուտիզացիա հասկացողությունը եւս, գիտեմ, Պորնիկ ի տարբերություն քեզ ինգեր առողջապահության նախարար, ես այդ համակարգի մարդ եմ։ Դու ինչքան է որ եկե նստել ես այդ աթոռին, դա չի նշանակում, որ դու կարող ես քո գիտելիքներով հավասարվել անգամ շարքային բուժքույրին։ Ուստի ես խնդրած կլինեմ քո հիմնարկությանը, որպեսզի մի հատ հələ զբաղվի։ Ինչի է շտաբօգնությունը խախտում մարշրուտիզացիան եւ երբ որ տվյալ հիվանդանոցը քթի տակ է, ինքը անպայման կշմտանում է Վիգմոր։ Իմիջիալոց, Աբազ, ես բավականին լուրջ կարծիք ունեի քո մասին։ Ես չգիտեմ, այսինքն դու տեղյակ ես, դու 100%-ով տեղյակ ես, իմիջիալոց Տիգրան Առաքելյանի ներս հրավիրեք, եկավ մոտեցավ ինձ զանգին ասին, Տիգրան Առաքելյանի ծննդյան օրն էր, օրեր առաջ, արի նստի տիկո, այսօր որպես բացառություն դու նստում ես Անդոյի կողը, որ նայես հաճելի մարդու աշկերի մեջ։ Դու պիտի որ տեղյակ լինես, որ Արգիշտի հիմնարկը, Արգիշտը, Ազատուհին, Կարապետյան Կանդե, Բզնունիկա, աներողություն, Ռշտունի,
Ռշտունիկա բոզի տղա եւ այլն, որոնք որ հանրային ձայնի հետ, Վարդան Ղուկասյանի հետ առնչություն ունեցող մարդկանց ումը որ տարել էին, այնտեղ ասում էին գրի գլխավոր դատախազի վրա, գրի աբազի վրա, ինչի դոգը գլխավոր դատախազին չի խեռն, ինչի դոգը աբազին չի խլեշն, ինչի դոգը չգիտեմ ես իմում չի գրի, որ իրանք քեզ ինֆորմացիան տալեմ, այսինքն դու գլխավոր դատախազը սրան անցանք եւ այլն անդոն ինձ ինֆորմացիա եք տվել ու այդ ցուսմունքները փորձել են կորզել Տիգրան Առաքելյանից, բանից, Անդրանիկ Արմանդարյանից, ընդեղ ելով ա եղել, են Էդուարդից, Արմանին այդ հարցով չեն դիմի, ու էլի մի շարք մարդկանց, այդ նույն դու որ հետաքրքրվես կտենաս, այսինքն մի հատ քուրդ բոզի տղա փորձել է ամեն կերպ կեղծ փաստեր ձեռք բերի մարդկանց խոշտանգելով, որ գրեն քո անունը, որ դու ինձ ինֆորմացիա ես տալը, կամ բանը, դատախազությունը, որ հետո տանեն դնեն այն մի շիզոֆրենիկ բոզի տղուդեն, ասեն տես, մենք աշխատում ենք, քո բոզերը աբազն ու գլխավոր դատախազությունն է, ու այդքանից հետո խոշտանգումով անցնող ես մարդու գործը եւ ոչ միայն իա, այլ մնացածի դու կողել ես քո ворը եւ չես համարձակվում անգամ ծածցնել արգիշտին գոնե ուրիշ գործով դու չմոյես աբաս իսկ Տիգրան Առաքելյանը հաճելի մարդ որ այդքան փեշերը փռելակովն է ես ուզում եմ այսօր տիկոն գնա գյոթի ու պիտի ծածցնի քեզ իմիջալոց ես ոնց հասկանում եմ հաճելի մարդ կամ նախկին հաճելի մարդ դու սիրում ես արդեն դոլարնի հա մի երկու թեմա կա քովորով երևակայից մոտակա հաղորդումների ժամանակ մենք անպայման կանդրադառնանք քո կոռուպցիոն կերած քաքերին ու գումարած դրան էլ մեխատել հետաքրքիր ձայնագրություն իմիջիալոց այսօր հետաքրքիր ձայնագրություն մենք ունենք օրենքով գողերից մեկի վրա որը հաղորդման վերջում անպայման կհրապարակվի որպեսզի ոչ մեկ չասի կարաս ուբիդիտ անես մեկ ուբիդիտ կանենք բայց դիշիվիտ չենք անի ոչ էլ տինդիրիտ այքո պահով ես ուբիդիտ կանեմ որ դու գանդոն ես ինքես գլխավոր դատախազի տեղակալ աբաս դուխիտ լավն է այսօր մենք ունենք բավականին հաճելի սուրպրիզ շատ ուժեղ սուրպրիզ լավ ապերնիքի համար ասենք առաջ քանի որ գնաց խոսք ոչ պրոֆեսիոնալ նշանակումներից եկեք բաներով խոսենք ոնց են ասում արգումենտի ի ֆակտի ահա խնդրեմ էսա մեկ էսա երկու էսա երեք բանը ռուզիկ կանդիցաներն անջատի աղջի հելի կանդիցաներն անջատի մի հատ է սալֆետ կապին սալֆետկեն մոռացել եք Так, ուրա լուսանկարը դնենք նոր 1 2 3 1 2 3 ինչ էր անունը Նատալի Սահակյան մի րոպե Նատալի ես ուզում եմ ուղղակի մարդիկ մտնեն դեմքը տենան Սահակյան եւ իր ամուսին կիսալուսին ահա Նատալի Սահակյան եւ ամուսին կիսալուսին ուրեմն դուշ օպրես
Ուրեմն Սրան չգիտեմ ինչի ոչ մեկ չի անդրադառնում Գոյություն ունի Գառնիկ Վարդանյան Գառնիկ Վարդանյանի դեմքով ուզում տեսնի կարող է մտնել հիմա իմ Telegram կանալ եւ դեմքը տեսնել Մե բարեց ֆիզկուլտ ավարտը բանը սպորտսմեն բարեց մասնագիտությամբ տնտեսագետ Այս անձը 10-10-2023 թվականին, այսինքն հոկտեմբերի 10-ին, Գառնիկ Վարդանյանը ոտքի Գառնիկ։ Ես որ մեկի անազգաունը տալիս եմ, տվել անձը ոտքի է կանգնում։ Ես խոմ ձեր համար Նիկոլը չեմ։ Լուկաշենկոյի ժողովները նայել ես։ Ահա։ Ուրեմն Գառնիկ Վարդանյանս 10-10-2023 թվականին նշանակվել է Համո Բեկնազարյան հայ ֆիլմ կինոստուդիայի ղեկավար։ Մենք մի անգամ չէ որ փշաքաղվել ենք Նիկոլ Փաշինյանի նշանակումներով, զուտ համար օվյա հետ քայլելա եւ այլն անկախ նրանից մասնագիտությունը բռնումա չի բռնում խոսքի ունակ չեկիստին ատոմակայանի տնօրեն էլեկտրիկ իրավաբանին առողջապահության նախարար Չգիտեմ, այնտեղ ուսուցչուհուն պաշտպանության նախարար, այսինքն այս խայտարակ նշանակումները մենք դա մեր համար նորություն չի։ Բայց հիմա Գառնիկ Վարդանյանը լուսանկարը Telegram կանալում է։ Տնտեսագետ բարեց Բերել նշանակել հայ ֆիլմ կինոստուդիայի Համո Բեկնազարյանի անվան հայ ֆիլմ կինոստուդիայի ղեկավար։ Ես այսօր նայեցի նշանակ, ասում եմ հիմա այն Կեմերոնը, Կեմերոն Դիազ, Կուստուրիցա, Մուստուրիցա, Վուդիալ եւ այլն դագաղի մեջ ֆրացին։ Քայքայվան։ Բարեց հայ ֆիլմ կինոստուդիայի ղեկավար։ Հəլեսի, հələ մի պաուզա։ Իմ Telegram կանալում տեղադրված է նաև սրա կնոջ լուսանկարը, ես փորձեմ ցույց տալ։ Нет, սա։ Նատալի Սահակյան։ Նատալի, խնդրեմ։ Ես էտո ես Կալմիր Մոզերով Կանեք։ Էսի սենց չի լինի։ Ինչ է գրի։ Մի րոպե։ Ինչ-որ մի բան եկավ SMS-ով։ Նավ։ Վերա կգրեն։ So you can keep
ցեկը բարեկները ժողովրդին են ծծցնում։ Այսօրվա վիդեոն դրեցինք, ասում եմ դու թող սրա մաման ես առանձին եմ սենց անելու։ Էտա քո բարեկների մակարդակը։ Այ գիտես ինչի, որովհետև այս հենց դլոյ բերե դրել ես կողտ։ Էտո տենց մազը ոստիկանական ակադեմիան տարեկան տասնյակ աղջիկներ են ավարտում։ 5 տարի այդ մարդիկ սովորում են, որ դառնան ոստիկան։ Դու էտա Նատալի բերե դրել ես քո կողն, ինչ անես այտա։ Սրա բարեց Համո Բեկնազարյան տնորեն Համո Բեկնազարյանը ծսնի քեզ իապդած առնանդամով մարդը խաբարա, որ Նատալինը տե Նատալիանն, հա։ Մի հատ էլ ագարկակա էլի տենց Նատալի անունով ստատուս էր գրե ղախ պիտղեն ասմա ես փաստեր եմ հավաքագրեմ ովքեր որ տուժել են Վարդան Ղուկասյանից էլ մտա ասեմ հլտենամ ես ագարկեն ով է որ ինչ-որ ուզում է փաստեր հավաքի ովքեր որ տուժել են Վարդան Ղուկասյանից տենամ ցելի Ադրբեջանն ու Թուրքիան դրուգների մեջ են դրանից հետո գրեմ այնց ասում է 7 երկիր իմ թիգունքում կանգնած է 10 րոպեում քեզ կտպեմ ասֆալտին ասում եմ մորը ծսնեմ 10 րոպեում քեզ մնաց 9 րոպե դե տպի ասֆալտին Են թաթուլգա ինչ խերես գլոխա կապական դրա կածը էլ մարդ չմնաց իշքան դիշով կա ոչնչություն կա ուզում են Վարդան Ղուկասյանով ի հայտ գան սաղ Բանգլադեշին կծե խապե Թուրքիա անունը փոխե դարեն Նատալի Թուրքի խերերը գլգլը արե հետա եկե հիմա էլ ասում եմ ես կարևոր գործ եմ անում դարելա արտգործնախարար հայ-թուրքական հարաբերություններ ամերձեցնում իմիջիալոց խոսեցինք հարաբերություններից մեզ եթե ժամանակ SMS եկավ Ինչ ա եկել, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է հայտարարում է Տոյվոկլարը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 14:35-ի սահմաններում Ադրբեջանը զոհում կրակ է բացել Բարձրուն ու Վայոց ձորի մարզ հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ իջի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀՊ-ն են զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը, որին ես ցավակցում եմ, իր հարազատներին եւ բարեկամներին։ Ես կհորդորեի, որպեսզի եթե մենք ունենայինք հետույք, նույն պատասխանը տայինք ադրբեջանցիներին։ Բայց ընկեր Նիկոլին չասեմ, ասում է, եկեք մտեք մեզի տնով տեղով ծծցրեք, մենք միևնույնն է կողմ ենք խաղաղության։ Դրա համար էլ երկիրը այս վիճակի մեջ է։ Так, ցավակցում եմ զոհվածին ծառայողի ծնողներին, հարազատներին եւ բարեկամներին։ Իսկ ինչ վերաբերվում է MVD-ին։ Ուրեմն կարմիր բերետները պիտի անցնեն ատեստացիա եւ մեկը մեկի հետևից բնականաբար պիտի հանձնեն նարկոյի անալիզ։ Եվ որքանով է եղել MVD-ի զարմանքը, որ 10-ից մինիմում 4-ի այրան մեջ հայտնաբերվել են, այսպես ասած, թմրանյութեր։ Բայց ամենահետաքրքիրը նա է, որ ամենաթիվ 1 նարկոմանը Մկրտչյան Գևորգը, ով նարկոտիկացրան օբյեկտներում, վերջինիս այրան մեջ որոշի բան չի հայտնվել։ Ես խորհուրդ կտայի քո ներքին անվտանգության պետին Մկրտչյան Գևորգին կարմիր բերետներից վզից բռներ տաներ նորից նարկո անալիզ հանձնելու եւ հետեւողական լիներ որպիսի մեզը լինի իա մեզը կամ արունը լինի իա արունը կամ էլ լոզը լինի իա լոզը այսինքն մենք ինչ ենք իմանում մեր աղբյուրներից որ կարմիր բերետների կամ 10 ոստիկանից մինիմում 4-ը նարկոման է էլ չենք խոսում այնտեղ մնացած բանը պարետներ, օպերներ եւ այլն, նման իրավիճակ է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում, որովհետեւ MVD-ի մինիստրը փոխանակ զբաղվի գործով Նատալիա Տրոցնն Իսկ ինչ վերաբերում է այն մյուս են ագարկին, որը ուզեցավ ինքնահաստատվի Վարդան Ղուկասյանով ասում ովքեր որ տուժել են, թո դիմեն ինձ, ուրեմն ընկեր ագարկա
դուժողների մեջ է բանը ինչա Արգիշ Քարամյան Բոզի տղեն, Ազատ Ղախպի տղեն, Գագիկ Ծառուկյան, Նվերիկ, Վովա Գասպարյան, Արշակ եւ այլն։ Հանգիստ գնա իրանց հավաքագրի տունուտեղը ծսցնի ամբողջ Ադրբեջանն ու Թուրքիան, ինչքան ֆրենդ ունես դրուգներիդ մեջ։ Իսկ այսօրվա տեսանյութը, որը վերաբերում է բան պարակներին, ասում եմ դուրը փագի, ես սրա մորը առանձին եմ սենց անելու։ Հիմա դրա ես ուզում եմ հասկանամ, ինգեր Վահե Ղազարյան, ինչ է լինելու վերջը։ Այդ պարեկի ով մեր հայոյում քաղաքացուն, խոշտանգում չկա MVD-ում։ Են Դանիել Իոնիսյանը ուր է։ Դատավոր Արամ Գրիշայի Գրիգորյան, ուրա, ոտքի։ Ձեր կինը հայտարարագիր է գրել, ես ուսումնասիրում եմ հայտարարագիրը, հայտարարում գրել է 420,000 դրամ եկամուտ տարբեր անձանցից։ Ինչ է նշանակում հայտարարագրի մեջ գրել տարբեր անձինք։ Նեքերն էլ գրած է կրկնա ուսույց, ձեր կրկնա ուսույց կինը հարկվում է թե ոչ։ Եվ տարբեր անձինք, այսինքն ովքեր են դրանք, տենց հայտարարագիր չի լրացում, դուք դատավոր մարդ եք, հասարակ տարական կրթություն պիտի ունենաք։ Մենք ուրիշ բան կարող ենք հասկանալ տարբեր անձինք, եթե նույնն է, ասենք նույն հաջողությամբ, ոնց որ մարմնավաճառին բռնցնես ասես, այս փողերը քեզ ворտից, օրվան վերջ, ասի տարբեր անձանցից, խաչիկը, վաչիկը, հրաչիկը եւ այլն եւ այլն։ Դուք ձեր կինը դուք հայտարարագիր եք գրում, այնտեղ պետքա նշեք, որտեղից էցի деньги, կոնկրետնո, այլ ոչ թե տարբեր անձանցից։ Ուղեք այդ կոպիտ սխալը ձեր հայտարարագրի մեջ։ Կարող եք գնալ։ Պարոն Աբազյան, հա, երկու կոռուպցիոն փաստաթուղթ, որը ես ուզում եմ փոխանցեմ ձեզ, իհարկե մենք սա չեք դնի տելեգրամ կանալ, որովհետև սոտիկ ինքը զինվորական փաստաթղթեր են, բայց ես կփորձեմ մանրամասնել։ Ուրեմն, գրա Ինչ թղթի հետևից գնաս 28 նոյեմբեր 2023 թվական Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի տեղակալ Նորից Բրության Բոզի տղա։ Ստեղի շոշ խառը թիվա գրած ԳԿՎ 1660 28/11/2023 թվականի բանա ՉՀԳ բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Հարությունյանին հասցեն քաղաք Չարենցավան Եսայան 2 եւ հեռախոսը համարնա գրված։ Սա մեզ չէ տերկրում, բան բովանդակությունը շատ չեմ ուզում մանրանամ, ոչ եմ կնքված է պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության եւ այս ընկերության միջև 2012-2021 թվականին կնքված համար N MACZB 22/4 գնման երկարաժամկետ պայմանագիր 2 տարվա, որ պիտի յալ միջև բան առաքվի։ Նորից առաքում տեղի չունեցել 26,334,700 դրամ։ Այսինքն ընկեր Բրուցյանը ում հետ պայմանագիրա կապը, չի լմ այդ փողերը գնում են ու հետո հետա գալը, հետ չի գալը, Աստված գիտի։ Սա մեկ պայմանագիր նոր ընկեր սա արդեն Բրուցյանի կողմից եւի 10-րդ բանը պայմանագիրն է, որ գմփմա։ Սա էլ 10, էս էլ հետը 10։ Մյուսը 28/11/2023 թվական նորից այդ նույն կամպանիան է ՉՀԳ ԲԲԸ նորից տնօրեն Ա Հարությունյանին հələ մի րոպե էլի Battery 70%. Connected to Galaxy S22 Ultra. Էսի բանա
Քաղաքային համարը լավ։ Ուրեմն ստեղ մեկ այլ պայմանագրով ՀՀ բնպաշտպանության նախարարության եւ ինչ ոչ կնքված 23 գիշ 4 գից 5 գնման պայմանագիր 91 միլիոն 200,000 ՀՀ դրամ առավելագույն գումարի չափով վերականգնման եւ սպասարկման ծառայություններ, որոնք չեն մատուցվել ձեր ընկերության կողմից 18/10/2023 թվականին S010 գրությամբ հայտնել է եւ այլն։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, ես մեռա ասելով, որ բանը անոնիչա ընկեր բրության բոզի տղեն դիտավորությամբ կանխամտածված կերպով այնպիսի մարդկանց հետ կնքում պայմանագրել, որոնց ի կատար ածումը հնարավոր չլինի։ Գումարները դուրս են գրվում, գնում են, պատտվում են, ֆրցնում են, ինչ են անում, նորից հետ են գալի, մտցնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջետ, ասում են կամ չեն մտցնում, Հոնկոնգ, Մոնկոնգ, Թայլանդ, Մալանդ, ոչ Վիրջինյան կղզիներ եւ այլն։ Քո հակահետախուզությունն ուր Աբազյան, Անդո։ Ձեզ էլ է փայտալի։ Իսկ ինչ վերաբերում է Սուրեն Պապիկյանին, այնտեղ մենք բան չունենք, պաշտպանության նախարար չունենք, ուսուցչուհի բոզի տղեն։ 91 միլիոն, 20 քանի միլիոն եւ այլն։ Այդ փողա որ է թամապանից, այդ համա ու այդ համա։ Հետո ասում են փող չկա։ Մենք ո՞ց բարձրացնենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, փողն էմա, խնդրեմ։ Բրության բոզի տղեն ծծնմա ամբողջ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Աբազյանս էլ լռմա։ Ես չգիտեմ արդեն։ Ստեղ հաղորդում գլխավոր դատախազությանը միանգամից էդ էլ ասեմ։ ՉՀԳՎ-ն Չարենցավանի հաստոցաշինական գործարանն է, հուշում են Աբազյան։ Ստեղ մի հատ հաղորդում էր եկել, ուրա։ Հայ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմում Քաղաք Երևան Վազգեն Սարգսյանին հաղորդում հանցագործության մասին։ Հաղորդումը մենք տեղադրել ենք բացեբաց, մի հատ էլ ուզում եմ ընթերցեմ։ Քաղաք Երևան, Մալացիա Սեբաստիա, Օգանովի 36 շենք, 30 բնակարանի երկու եղբայրները Էրիկ եւ Էդգար Ղուլինյանները խուսափում են զինծառայությունից կեղծ գրանցվելով ՌԴ-ում, որտեղ իդեպ երբեք չեն եղել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների Ղուլինյաններին ՀՀ հաշվառումից հանել է ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից Արման Գևորքյանը։ Այն ժամանակ, երբ Հայաստանի հազարավոր զինակոչիկներ զոհվում եւ վիրավորվում են հանուն հայրենիքի, սրանց նմանները անպատիժ շրջում են Երևանի փողոցներով, չծառայելով նաեւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Սա հաղորդում է նաեւ ռազմական ոստիկանության համար, ըլը մի վարքյան։ Ինչի մենակ բանը Անիչա զինվորական դատախազություն, բան Ռազմական ոստիկանություն օպերատոր երթապահ Մայոր Մելքումյան։ Մայոր Մելքումյան, բարև ձեզ։ Խնդրում եմ ընդունեք հաղորդում քաղաքացու կողմից կփոխացեք օպերգծով տեղակալին առավոտյան։ Ասեք կընտրեմ։ Ուրեմն քաղաք Երևան, Մալացիա Սեբաստիան, Օգանովի 36 շենք, 30 բնակարան։ 36 շենք, 30 բնակարան, երկու եղբայրներ Էրիկ եւ Էդգար Ղուլինյաններ։ Էրիկ եւ Էդգար Ղուլինյաններ։ Խուսափում են զինծառայությունից կեղծ գրանցվելով ՌԴ-ում, որտեղ իդեպ չեն էլ ապրել։ Հիմա ամանդեղից են փախած համ Հայաստանի զինված ուժերից։ Այո, բեզուչոտնիկ, գլխավոր հովանավոր, այսինքն բանը
Գործերը դզելա ԱԾ սահմանապահ զորքերի աշխատակից Արման Գևորգյանը, Աբազիս աշխատողը։ Արման Գևորգյան, գեներալնի սպոնսոր։ Կփոխացեք օպերգծով տեղակալին։ Կփոխանցեմ, կներեք մի բան հարցնեմ։ Այո։ Ասացիք որտեղ են գտնվում իրանք Ռուսաստանի։ Իրանք գտնվում են Հայաստանում, բայց գրանցումը Ռուսաստանն է, ոչ ընդ են ծառայե, ոչ ստեղ։ Հա, ներկայումս գտնվում են Հայաստանում, Այո։ ուղղակի Ռուսաստանի գրանցում ունեն։ Այո։ Հայաստանում էլ համարվում են բեզուչոտնիկ։ Եղավ ընդունած։ Շնորհակալություն, հաջողություն։ Ահա։ Սա էլ հաղորդում Էրիկ եւ Էդգար Ղուլինյանների բնմասով։ Օրինակ, sense մի դեպք եղավ, երբ որ ես ռազմական ոստիկանությունում էի, Սուբսարքիս եկեղեցու կողքի շենքերը որ կան, են սիրուն շենքերը, այնտեղ գնացի մի հատ հասցե։ Դուրը ծեծեցինք, բացեց, մի հատ տիկին, ուզում էինք տղուն, ինքը շատ հպարտորեն ասեց իմ տղան Հայաստանի քաղաքացի չի, Իսրայելի քաղաքացի է։ Ասեցի, բայց չէ՞ որ դուք Հայաստանի քաղաքացի եք, ասեց այո, ամուսինը եւս այո։ Ունեի երկքաղաքացիություն, ասի, բայց ձեր տղան եթե Իսրայելի քաղաքացի է, ինքը Իսրայելում ծառայել է, դուրը չպսրեց քիթու բենիս։ Ասի բարի։ Դե կալանք եկանք հետ ռազմական ոստիկանություն, գրեցի հարցում, ես ինքս Վրաստանում գտնվող Իսրայելի դեսպանատուն, հարցումը գրեցինք, ճամփեցինք, դեսպանատանից եկավ պատասխանը, որ ոչ, այդ բոզի տղան չի ծառայել Իսրայելում, խնդրում ենք ասեք ուրա այդ ղաղպարկը։ Ստեփան Հայկը շատ ուրախացավ, ասեց էտա եկավ դոլարնի, հելան գնացինք հետևից, բերինք այդ տղային, եւ այդտեղ արդեն տղայի պապան թքեց ասոյի փայտիկին, որովհետեւ պիտի թար Իսրայել ծծցնեին կամ պիտի Հայաստանում ծծցնեին։ Բնականաբար ավելի նախընտրել էր Հայաստանում ծծցնեին, քան թե Իսրայելում ծծցնեին։ Եվ Ստեփանան Հայկը իրեն բնորոշ ոճով ծծցրեց։ Իսկ ինչ վերաբերում է հիմա ես ինչի սա բան պատմեցի, որ ռազմական ոստիկանության նորաթուխ օպերները, ովքեր որ հիմա գնան կբերեն այս տղաներին եւ կասեն մենք ՌԴ քաղաքացիներ ենք, վերցնում եք գրանցման հասցեն, հարցում եք ուղարկում ՌԴ եւ տենում եք, որ այդ մարդիկ այնտեղ խուսափում են եւ ռոզիսկ են։ Իսկ նշանակություն չունի իրանք գրանցված են ՌԴ-ում թե Պորտուգալիայում, եթե ծնողներից գետ մեկը Հայաստանի քաղաքացի է, իրանք էլ ցրտվել են Հայաստանի Հանրապետությունում, պիտի ծառայեն Հայաստանի զինված ուժերում։ Հարգելի ռազմական ոստիկանության իմ գոլեգաներ։ Ոչ թե սա պիտի ուղարկվեր Աննա Վարդապետյան, այլ ռազմական ոստիկանություն։ Քանի որ գնաց խոսք բանակից, Խաչատուրով Գրիշը դուրս եկավ կալանքից։ Ես տեսա այնտեղ շնորհավորանքներ, ծափահարություններ, ափլաուզ, господа, մե պատրիոտ, մե գեներալ, մե հրամանատար, մե սպարապետ, մե այնտեղ Վարդան Մամիկոնյան, մարշալ Ժուկով, Խաչատուրովի տղուդեմ 0։ Լավ, էդի շատ լավ է, որ մարդը դուրս եկավ, հիմա ազատության բանը մեջ է, շնորհավորում ենք, ծափահարություններ եւ այլն, բայց այդ կոմենտարը գրողները մեկն ու մեկը հարց տվել է ինքնիան, ինչի պատճառով էր Խաչատուրով Գրիշը գտնվում Բերդում։ Չէ որ Վարդան Ղուկասյանը երազեր տեսել, Վարդան Ղուկասյանը պատմել էր, ինչ էին արել Խաչատուրովների դինաստիան Արարատի գնդի հետ կապված։ Շատերը երևի մոռացել են, ռուզիկ։ Արարատի գունդը գրավադրվել էր բանկում։ Այսինքն Արարատի գնդի տարածքը ամբողջությամբ գտնվում է բանկի տիրույթում։ Իսկ ով էր գրավադրել Արարատի զորամասը բանկում։ Okay, ճիշտ ես ասում։ Խաչատուրովների դինաստիան։ Եվ այդ դեպքը բացահայտեց Վարդան Ղուկասյանը։ Դրեց, հրապարակեց, դատախազությունը գնաց հետևից, վեկալան տեսան, որ ճիշտ է, վեկալ է գրավադրել են բանկ։ Եվ այսօր այդ մարդուն, որ բաց են թողել, վեկալ են գրում են սպարապետ, գեներալ, ֆետմարշալ, ադմիրալ, ուսես բառեր։ Մեկը կողից հարցն այդ գրողին, տգետ, քո ֆետմարշալ, ադմիրալ,
գեներալ Ժուկով անձնավորությունը զորամասը տար է դրել է բանկ։ Փողեն է դեկալե կողե կնգա դլոյ։ Դուք էսում եք մեծարում։ Սենց բան չկա ոչ մի պատմության մեջ զորամասը դնեն բանկ, փողերը վեկալ են կողենյաց մոր ոռը։ Դուք այդ մարդկանց տնեք մեծարեք։ Այո, Պապիկյանն է սարքել է գոմ, այդ է գիտենք, բայց ի տարբերություն Պապիկյանի սարքած զորամասերի, այսինքն դրանք զաբրոշնի, այսինքն վեկալ լուծարված զորամասեր են, իսկ ենի գործող զորամասը գտնվում է բանկի տիրույթում։ Հայ ազգի մեծամասնությունը, լավ էսպես ասեմ, գրեթե 90%-ը, բացի գումարից ուրիշ ոչ մի բան չի սիրում, ոչ բանակ, ոչ պետություն, ոչ ինքնասիրություն, ոչ հայրենիք, ոչ իրանց հետարքիր է միայն դոլար, փող, եվրո, տուր ինչ ուզում ես հետներ նարա։ Օրինակ, Արշակ Հակոբյան, Տիգինարուս, հագանքներս, այկնիկ ոնց ես։ Ես քեզ կարոտում եմ, իշքան էլ ես քո անունը որ չեմ տալեմ, բայց ես կնկան կարոտում եմ, Ռուզիկ, շատ լավ կնիկա, շատ։ Ես հատուկ մարդկանց եմ բանալեմ, հավանում, գիտես։ Մեկ էլ բանին եմ հավանում, Բելլայի նախջ, Բելլան էլ լավ կնիկա։ Ոնց ես այ կնիկ։ Հələ մենակ ճիշտ ասա, կոֆեն, խուրմեն, չայ, պեչենի, քաղցրավենիք դեմդ նստած ինձ ես լսում, չէ։ Ես ես կնկա սիրում եմ։ Այդ քո խնամին բան է լավ, դուրս եկավ։ Պետությունը համար է, որ Արշակ Հակոբյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, այս բոզի տղեն, որը որ ուներ իր մասնավոր գային 8 էկիպաժ, 8 հատ մեքենա մինիմում։ Մարդը վեկալել էր Toyota սերվիզից, Corolla-յա, Camry-յա, չեմ էլ ջոկում, Corolla-ները, վրեն փչել էր ոստիկանության գույնը սպիտակ վրեն գրել էր ճանապարհային ոստիկանություն եւ այլն, քուչի տղերքին գայշնիկի ֆորմեն հագցրել էր, գցել էր Երևանցիների ջանին, ասում էլ ծծրեք։ Մարդը բացել էր մասնավոր գայի, մարդը Երևանում ցրում էր նարկոտիկ, մարդը դարել էր գայի կուրատորը, միլիարդավոր դրամնի ու դոլարնի բերես կողեց Մարֆա Վասիլևնայի հաստ որ, որն դե պիտի խոշորացուց վեկալես դնես, որ Մարֆա Վասիլևնայի հետույքը անցքը գտնես, հնարավոր չի, սաղ միսա, միս ու ծալկ, Շուշան Պետրոսյանի հետանցքը ավելի շուտ գտնվի, քան Մարֆա Վասիլևնայի։ Դեմից մի տարի մի կերպ նստսրին ծծնելով բանով, դրանից հետո տվին տնային կալան եւ ընդամենը ուրբաթ օրը հակակոռուպցիոն բոզի տղեկի հավաքածու կոչված դադարանը ասես չէ, Արշակ Հակոբյան մի անմեղ մարդ, հանել ոտի վրի բրանսլետը եւ ստորագրություն շերանալու մասին, նստի ящикът, գրր վերև, գրր ներքև, գրր վերև, գրր ներքև, բոզի տղեն էլ կողը դրած։ Խնդրեմ։ Մարդիկ կոպեկների համար ինտերնետ պեչատ սարքելու համար բերթում են Արշակ Հակոբյան կոչված բոզի տղեն գտնվում է ազատության մեջ, ասել են ֆրֆրա, փողերի լվացում է դրած, լուրջ հոդված, որովհետև Արշակ Հակոբյանը խերի վրեն դոլարնի փատե կողե հակակոռուպցիոն դադարանի, դադավորների, կնանիքի, բալեքի, երեխեքի, մամաների, պապաների անցքերը ու ասել է շնչեք առնանդամ դոլարով, սրանք էլ շնչել են, ու ասել են ֆրֆրա, աբաս, բայց ուզում եմ հասկանամ արդարութինը սենց է, բա Մարֆա Վասիլևնա, մարդը դեկերա, հիմա էլ արդեն կարա գնա բոզի, քանի մթոմ չեր դուրս գալն, բայց լապեր դուրս էր գալն, քանի բրանսլետը խերին կապած էր, հելա գոնե կողըտ էր, հեսա էլի սկսվելու է, Մարֆա, լուսին, լիա լուսին, դու իմ հոգու խորքում թակնված իմ ամուսին, նստելու է ящикն ու գնա էտա դլոյ,
Անդե կարոտեր են, արշակի պրչոդվորն ահակին վաղթա չեն տեսե։ Ընշի վրա է գուրախանում, էլի գոն է կողը դեր, թրրմ նստը մեր բենին, մի բան գմպծնը մեր, բա հիմա վսո էլի գնաց բոզի ու գյոտի, ենի գյոտի չի կարա էտ հենի բոզի տղայա, հազիվ էտ հա բոզի գլգլանի։ Բա, Արուս ճան, խնամ ու ծան օրերը սկսվան տիգինարուս, Էլ է սոկետա փողերնիքը կբաժանի, նալևը նապրավը, Հայաստանյան արդարադատություն, Նիկոլ Փաշինյանս ասում էր կոպեկ, սաղ պատասխան են տալու, Սերժի Վաչոյին ասին դու մակուր մարդես գնաո, Հեսա մի քանի ամսից կսրպադասվի, Արշակին էլ ասեցին մելուբով, Գնա սիրազների տես, դու սուրբ մարդ ես, Հայաստանյան արդարադատություն։ Այնոն էլ մեկը զանգելա, սես մի փոքր բանից ոչմ շեղվենք թեմայի ժողովրժան, մեկը զանգել ասում այսա որ բան եղան ազգային ժողովի ընտրություններ, այնտեղ Լևոն Քոչարյան, Ռոբիկ, Սերժիկ եւ այլն, ո՞նց եք դուք պատրաստում սրա դեմ բան պայքարելու։ Ասում ազգային ժողովի ընտրությունների այդ քարոզարշավի ժամանակ ես այն որ ասում այդ հիմնական այն վաֆորիդներին ֆավորիտ կա կարալա այդ դրանց ես հորդորելու եմ ժողովրդին որ երբ որ ես անգնեն քուչա գեղեր ռայոններ մարզեր քաղաքներ չգիտեմ եւ այլն հարց տան ասեն խոսքի օրինակ Ռոբերտ Քոչարյան ուզում ես դառնաս վարչապետ Սերժ Սարգսյան ուզում ես դառնաս վարչապետ Նիկոլ Փաշինյան արդեն պարզավոր դու բոզի տղա ես քո ոչ մի խոսքին մեկ չենք հավատում այն մյուսները հրապարակայնորեն բոզի տղու քֆուր կերեք օրինակ ես հիմիկվանից ասում եմ Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն բոզի տղու քֆուր աուտում որ իշխանության գալու պարագայում պատժելու է Ռոբիկ Սերժիկ Նիկոլ Այս իրեքին պարտադիր Հիմա ժողովուրդ կասեն բա Լևոնին էլ Բայց առաջնահերթը այս երեքին Եվ մնացած են բոլոր բոզի տղեկին Ձերժավայի Արկադիկա, Սլավիկա, Դոդի Գագոյա Անդեղելով կա Մայրապետյանա, Վովայա, Արգիշտա Ես հրապարականորեն Այսպես ոչ թե պիտի այդ քարոզարշավի մասնակիցը հենց կայնավ ասես գիտիք ինչ մենք չենք պատրաստվում միջամտել արդարադատությանը կամ արդարադատությունը ցույց կտա նախաքննությունը հենց sense պատասխան տվեց ժողովուրդը պիտի ասի գնա տուն ու տեղը ծծծնեմ բոզի տաղա այդ թիվ 1 տեխնացուներին Ռոբիկից տեխնացուն կլինի Սերժիկը ով ուզում ալնի Եկելա թազայ տուժով են չի գալու չեմ կարծում Սերժիկը թազալի քաոզաշավանի մի հատ բոզի տղու գտնելու է այդ վիցամիցյաների նման եւ այլն Հայկ Մարությանի գցեն մեդան ասեն էլի ֆրցելա այն կուլտուրական ժողովրդի ուղեղը էլի լվա որովհետեւ դոգը քֆուրա տալեմ դու կուլտուրականներով այ որ հենց եկան ասեցին լսի Դու ժողովրդին խոստալում ես, որ այս մարդիկ նստելու են, Նիկոլի թայֆեն, Սերժի թայֆեն, հենց թե քֆուր կեր, հենց թե քֆուր կեր 10 կամերայել նկարում են, որ եթե դու ընտրվելուն պես 40 օրվա ընթացքում սրա չնստեցրիր, քո մաման բոզա, ամբողջ ընտանիքիդ հայազգը ծծծնի, այս քֆուրը կեր հենց հիմա, այս ազգի աչքի առաջը Ով փորձեց տակից դանհարմար է ինչպես կարելի է նախաքննությունը հենց էս բան ասես առնաթամով խորոփը մեկ վրան ճամփոյք տնը մեծ թամա Ես ասել եմ 37 թիվ եկավ հանրային ձայնը Վարդան Ղուկասյանն է գալու ոչ մեկ Եկավ կալենդարի թիվը դառնում է եթե այս ժամանակա մեկ ընկած դե բան եք մանգալում տեխնացու ես ոնց որ կցմբռում է տեխնացուն պիտի լինեմ ես որովհետև իմ նման քալենթաբաց ուրիշ մարդ ես չեմ կարող գտնեմ որ գա ու շինի բռի արևի տակ բարի ամենաբունի սամաները փակի ու սկսի կոտորել ոչ չկայանա փախնեն այսպես բոզի տղեկը որիշ հակակոռուպցիոն դատանը նույն օրը պետք է լուծարվի Նույն օրը, ու այդ դատավորները մի անգամից շղթայված կնեմ են բերդ։ Քնչական կոմիտեն լուծարվում է։ Քնչական կոմիտեից հավաքարարից մինչև արգիչ սաղ է թմեն բերդ։
Միանգամից թազա քնիշներ ես անձամբ տնելու եմ հավաքեմ։ Բերելու եմ լցեմ դալի, ասեմ հիմա լսում ես ինձ։ Բոզի տղեկի հավաքածու։ Կամ նորմալ աշխատում եք, կամ գնդակահարվում եք։ Դադախազություն լուծարվում է, թազա նորից հավաքվում է։ Էվե դե մասին վաբշե խոսք չկա։ Սաակաշվիլու ենեք եք տալու մի օրվա մեջ հատ 10,000 աշխատող ոնց ազատեց։ Այդտեղ ազատվելու է։ Որ այսպես բոզի տղություններ չլեն, որ կոպեկ գողացած մարդը բերթում տարներով պդի, արշակի նման բոզի տղուն հանե բրախեն դուրս, կամ Սերժի Վաչոյի նման, ասեն ներողություն, գումարը հետատվե, ախմի հասկացակ գումարը հետատվե, պատիշը, բայց գումարը հետ տալով, 100,000 դրամ, 400,000 դրամ, 300,000 դրամ գողացողն է տո գումարը հետ տա, դա էլ բաց թողեք, չէ, էդի պդի, Իսկ Սերժի Վաչոյի նման բոզի տղե, որը 22 միլիոն դոլարի հող ունի, ունես կամ ունի, միայն Մալացիայի տարածքում ասում է ֆվրա։ Ղարաբաղի կլան չի լինելու։ Ղարաբաղի կլանի ամբողջ Ղարաբաղյան կլանի ունեցվածքը պետականացնել։ Որ մեկը փորձեց գա միջնորդի, դրա մորը ծցնել տեղում գնդակարել։ Այնօր իմ քեֆը բերես Նիդերլանդների նորատրված վարչապետը, նայում ես ասես ոնց որ հոգեկան հիվանդ է, ասում է ինչքան մուսուլման կա ծածանում եմ, լարում եմ։ Մոսկվա, Մոսկվա, Թուրքիա, Մուրքիա, սաղի մերը շինեց է բրեց արևի, այդպես գիժա պետք։ Խելագար։ Իա երկիրը սիրող գիժ։ Ոչ թե դոլար սիրող, այլ երկիր սիրող։ Անձնական վրեժով լցված։ Երևանի քաղաքապետարան ասում է գույքը հարկը այս տարի հավաքում ենք 38 միլիարդ դրամ, բոզի տղա, այն ղախմի տղա տալը քանի ժամանակ 85 միլիարդ էր, 38 միլիարդը կամ 85 միլիարդ դրամ է Երևանի քաղաքապետարանի համար, այս ինչ փող է, այս ինչ փող է, կոպեկներ, սա նայեց որ ամբողջ գույքը հարկը և թույլտվություն եկած գումարները լափը մեկ չեք հավաքում նորմալ։ Եթե միայն Ռոբերտ Քոչարյանը 20 միլիոն դրամի գույքահարկ չի վճարե, ինչի չի վճարե, փող չունի բոզի տղեն։ Հերերը ասում է թեսեցն, էլ ոնց կպնեն ժողովրդի գրպանին, կարմիր գծեր, դեղին գծեր, կանաչ գծեր, չգիտեմ 160,000 դրամ եւ այլն եւ այլն։ Եթե դու որոշել ես կենտրոն բեռնաթափես, դու կարմիր գծերով ինչ ես, գինով հենաշինի 20 միլիոն դրամ։ Այդքան փող եք աշխատում, այդքան փող ամատնամ, ուր ա գնամ։ Վերնիսաժը վեկալ է տվել ես մասնավոր գյոթի, թունելները սաղտվել եք մասնավոր գյոթերի, Երևանի կենտրոնում են հանք են կուկուրուզնիկը թողել եք, բլիկ ավիրիկ ես 20 տարյա տենց, չկա, ձենձուն չկա, ասում է սեպական տարածքա, խերուսքի էլա, ոնց է սեպական։ Մի բոզի տղա սեպական աշորել է, վեկալ եք, մերը քուր եք սեկար է վիտակ, ճամբոդել եք թոյ թա։ Ցումը, մանկական ցումը որ կա, այս 20 տարի ոչ մի գույքահարկ։ Արա Աբրահամյան բոզի տղա, արել ես աշխատասա չէ ձերեցած, բանը մանեմ խլում եմ։ Եվ այդպես շարունակ։ Իսկ հասանա քաղաքացու գույքահարկը ծծել է հանել ես իմ, ինչա թե այդ մարդ ապրում է կենտրոնում։ Իսկ քիչ է կենտրոնի բնակիչներին։ Յակ սիրում են կուլտուրական, դա մեր կուլտուրական են ձեզ ծսնեմ, հարգելի կենտրոնի բնակիչներ, ես այս 2024 թվից էր գույքը հակի ձեր դուք խելագարվելու եք։ Հիմա այդ մարդն Լենինից, Ստալինից, Պուշկինից, Անդրոպովից տուն աստած է, ինչ այդ մարդը պիտի վճարի անորմալ բան, գույքահարկ երբ որ եկա ցումը քտի տակ, բոզի տղասիսի, դու չես է տնվե գալես։ Այս 20 տարի է լավ։ Համխի շենքը Ռոբերտ Քոչարյանինն է, վճարում է գույքահարկ, ոչ, ինչու, կոպեկներ, բա մեկը չասում բանը Խրուշչովն ու Բրեժնևը, որ համխի շենք էին սարքում հրապարակի վրեն, սարքում էին, որ Քոչարյան բոզի տղեն Ղարաբաղից գա սեփական աշորի, հա, պրաբաբուշկաներ ժառանգին, Մարդուն ասում են 4 միլիարդ, 3 միլիարդ Քոչարյանի վրան թիվ են գրում, դոլարնի։
Հետ են գանձեմ 82 միլիոնը։ 10% անգամ չեն հետ բերեմ։ Ո՞ս հետ խնդրեմ, մարդիկ ազատության մեջ։ Հիմա էլ օրենքանին վարձով տուն տվողները պիտի հարկվեն։ Այո։ Բայց ինչ են անում վարձով տուն տվողները հիմա։ Ասում եմ, այո, հարկվում եմ, έλավ, տուն առաջ 200,000 էր, պիտի վճարեմ 50,000 հարկ։ Ուրեմն իմ տան վարձը 250,000 է։ Այսինքն հարկնել են գանձեմ տան բնակչից։ Էբրթե Նիկոլը օրենք հաուզը մցնի, դրական բան հաուզը անի, բոզի տղեն, ինչքան վարձով մնացող կա, սկսին զանգելը։ Բա վարձով տուն տվողները հարկը մեզանից են ուզում գանձեն, չասմասիկ տիրեղի։ Կլնի մի բնագավար միտեղ, այ կպը բոզի տղա, որ դու քո մատը մցրես ու չավիրես։ Են հրապարակի շենքերը նորից խիեք ծակը։ Ես ուզում հասկանամ հրապարակի շենքերը նորից խիեք ծակ-ծակամ։ Այդ քրքրին, ավիրին, մորմաշ արին էս պետու, լուս ես կախը բոզի տաղա, լեկոյով պատի լուս էտ կախի։ Սիսի այ ատես ծակ-ծկեն, ընգերոչըտ կնիկը, որ դոմպը մեզ դրա տալոն։ Էդ իշքան ծակ-ծկող կա դրելն արնեն նունուշեր, դրա դլոն ծակ-ծկեն քո բանը զոհվիլ կնգա հետ միասին, բոզի տաղա։ Ոչ մի սրպ, դա խոշումը պատամշակութեն շեք, դրելն արեն նորից եկել են, բանի վրա, շենքի վրա։ Հիմա ես ուզում եմ այդ կուլտուրական երևանցիներին հարց տամ, ձեր ընտրած կուլտուրական կառավարությունը ձեր դուրը գալիս, հա? Ասում է, պլանը կատարի 38 միլիարդը հավաք է, Երևանի քաղաքապետանի 38 միլիարդ, absurd, absurd, բոզի տղա, հիմա է հրացել է, չգիտեմ, կամիր գծեր, կանաշ գծեր, կամիր գծեր, չի անցնելու այդ կամիր գծերի օրենքը չի անցնելու։ Եվ ես հուսամ, որ են մնացած կուլտուրական ավականիները, այդ թվում Անի Խաչատրյանը, Վազգեն Սարգսյանի եղբոր Անի Խաչատրյանը, կամիր գծերին կքվյարկեն դեմ։ Էժմիածնի համար 5 ավակ դպրոց, տնօրեն Տիկին Սաֆարյան, ուր այդ, ուրեմն հասարակությունը արդեն տեղեկացված է, որ Էժմիածնում տեղի ունեցել դժբախտ դեպք, 11-րդ դասարանի 2 տղա ծեծել են 10-րդ դասարանցու, ծեծի արդյունքում այդ տուժող երեխայի կողքի մատը վնասվել է և ծակել է թոքը, թապացակող վերք, կամ թապացակող վիրավորում։ Ծեծողներից մեկը փոխտնօրենի որդին է, անազգանունը չենք հայտնում, մյուսը Կոնդյան կա, Բժիշկ Կոնդյանի թոռը։ Բժիշկ Կոնդյան երևույթը հելել է հայտարարել, ասում է, այդ երեխեն հիվանդ էր, պիտի մեռներ։ Ես հիշեցի ստեղ մի հատ դեպք կա, որ մեկինքը ինչ-որ ծեծելով սպանել էին, ինչ էին արել, դատաբժիշկը գրել էր, որ եթե այս պահին չծեծեին ինքը չմեռներ, մեկը այդ օրը այդ նույն ժամին մեռնելու էր, եկնային գրասենյակից դաբրոն եկել էր։ Էժմիածնի դատախազությունը մատեմատին չի տալիս, բոլոր բժշկական փաստաթղթերը կեղծված են, Ինգերաբազյան, Ստենայի։ Բժիշկ Կոնդյանը ոնց կարողանում է փաստաթղթերը կեղծում է։ Հիմա ես ուզում եմ հարց տամ։ Փոխտնօրենը, որը որ ատամները բացած այսօր դպրոց էր եկել ու հրճվում էր, ինչի վրա էր հրճվում, որ իա տղեն բոզի տղա է, հա? Հիմա 10-րդ դասարանցում ծեծելով սպանել են, սա այդ կապված մեկը պիտի պատասխանատվություն կրի, թե ոչ, տհաճ մարդ, թե փողերը առել ես։ Ես ասում եմ, այն ինչ որ ես կովրով հրապարակելու եմ, դա քեզ թաղելու է, ոնց որ հեսա մի քիչ հետո, որ ես մի հատ բան մատերիալ եմ հրապարակելու, էլի մարդա թաղվելու, այդ ձև դու ես թաղվելու։ Անհապաղ 11-րդ դասարան այդ 2 տղաներին կալանավորել։ Անհապաղ։
Եթե սրանք 11-րդ դասարանում ծեծելով մարդ են սպանում, սրանք 19 տարեկանում արդեն ծծցնելով մարդ կսպանեն։ Ես հիշեցի ակամայից նորից Բելարուսիայի դեպքը, երբ որ երկու անչափահաս ծեծել էին դանակով 50 քանի տեղից դանակը հարել էին, վերջում վառել էին իրանց ուսուցչուհուն։ Լուկաշենկոն հրաման տվեց գնդակահարել։ Եվ այդ երկուսին տարան գնդակահարեցին եւ շատ ճիշտ արեցին։ Այդ երկու վիժվածքին։ Հիմա սա է, եթե մարդ կարացել է ծեծելով սպանի իրանից մի տարի փոքր ազնվորության, այստեղ նշանակություն չունի մերակրվե, հերակրվե, դլոյաբացե եւ այլն։ Եթե Էժմիածյանի դատախազությունը հետեւություն չարեց եւ հաշված օրերի ընթացքում խափանամիջոց չկերարեց 11-րդ դասարանի այս երկու երիտասարդների վրա, ես Էժմիածյանի ռեգիոնալ դատախազի հետ կվարվեմ այնպես, ինչպես կգտնեմ նպատակարար նաեւ քո հետ, տհաճ մարդ։ Անհապաղ կալանավորել ես երկու յետիմներին։ Իսկ դբրոցի տնօրեն Տիկին Սաֆարյան կոչված դիցուհուն խորհուրդ եմ տալիս անմիջապես դիմում գրի եւ աշխատանքից դուրս գա։ Եթե ոչ, ուրեմն Տիկին Սաֆարյանի ամուսինը եւ ընտանիքի մյուս անդամները խորապես կփոշմանեն, որ ունեն նման մայր։ Նույն ձև հորդորում եմ դիմում գրի եւ աշխատանքից դուրս գա Ռուզան Դուրգարյանը, թիվ 13-րդ պոլիկլինիկայի տնօրեն, ով տղային ազատելա բանակից, նորից ռազմական ոստիկանության համար, հետաքրքրվի իմ բաբանը կոլեգաները, աղջիկը աշխատում է նույն հիվանդանոցում որպես հաշվապահ։ Առանց կոռուպցիա, առանց կաշառք, անգամ սանիտարկա աշխատանքի չեն ընդունում։ Եկել է նման բողոք։ Անդո զբաղվի Ռուզան Դուրգարյանով, մի հատ հələ ստուգի, ինչքանով, ինչ կոռուպցիոն մթնոլորտ է տիրում թիվ 13-րդ պոլիկլինիկայում, որը գտնվում է Շենգավիթ համայնքում։ Մենք չենք հրավիրել Քյավառի քաղաքապետին մոռացել։ Ուրեմն Քյավառա քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյան, որը կարելի ասել թամամ աշխատանքի չի գնում, եւ Քյավառի փոխքաղաքապետ Մուրադ Մովսիսյան, ոնց որ ասում են Կարմիրի Մուրադ։ Ուրեմն սա ինչ անում Անդո գրի մոտդ։ Բոլոր տենդերները, շուրջ 80% տենդերները շահում է հենց ինքը, Մուրադ Մովսիսյանը։ Իան կցված դուստր ձեռնարկություններով, շինարարություն, մինարարություն եւ այլն։ Շինարարական աշխատանքները, ավարտականները դեռ չստորագրած, մարդը գումարները փոխանցում է։ Իսկ մյուս ֆիրմաներին աշխատանք նարած, ավարտած, շինարարական բանով, գումարները չի փոխանցում, ասում է փող չկա։ Դրա վառ օրինակն է սվետաֆորները։ Սվետաֆորները քաղաքում կա, բայց չի աշխատում, որովհետև միկրոչիպերը սվետաֆորների Աշոտ եւ Հայկ եղբայրները հանետ տարել են, լավ են արել։ Փողը չեն տվել, սրանք էլ հանետ տարել, մի հատ էլ գրել են, որ չի կարող շահագործվել առանց իրենց թույլտվության։ Հիմա գումարած ինչ որ Քյավառում քամիա եղել, ինչ ա եղել, փոթորիկ ա եղել եւ այլն, կրիշները տարել է քյավառցիների, բայց էտա Քյավառա ժողովուրդ վախենում է Գուրգեն Մարտիրոսյանից ու չի ասում, «Յամակա քոկտունու տակցում, կրիշ դորա»։ Այդտենց ժողովուրդ են։ Բայց ընտրելուց կվազեն կընտրեն Նիկոլ։ Նա Նիկոլ մեր Աստվածն է։ Բայց կրիշները կամին տարերա, Նիկոլի հրեշտակ Գուրգեն Մարտիրոսյան ասում եմ խերը կերել է, կրիշ չկա, դավայ սիկ կերել եք։ Բողոքում են մկո, Վարդան Ղուկասյան ասում әрնայմ կե ումուտ, մա կրիշներն գոցերո, խետ բերես։ Բա էտա ընտրության ժամանակ, սիրելի քյավառցիներ, ընչիա կետակ ձենակ ու դա կետա բոզի տղեկին, անդոս բաղվի։ Եվ Քյավառա քաղաքապետ բոզի տաղով, եւ Քյավառա փոխքաղաքապետ
կարմիրի մուրադով։ Հələ մի հատ գնացեք ստուգեք դրանց տենդերները։ Գրի մոտդ տահաճ մարդ։ Մենք կանադառնանք ու այս աշոտ հայք եղբայրներն էլ, որ թուղթը գրե կպցրել են Սվետաֆորի վրա, ծսնեն քավարա քաղաքապետ, ինչա ուրիշ Գուրգեն Մարտիրոսյանին տանով տեղով եւ փոխքաղաքապետ Մուրադ Մովսիսյանին տանով տեղով Սվետաֆորի լուսերի տակ Իմիրգայետ Սվետաֆոր Այդ մոտենում ենք հետաքրքիր պահերին։ Իմիջալոց, ընկեր Սիսի։ Ես հորդորում եմ քեզ հնարավորինս արագ ձերբազատվի քո խորենից։ Քո խորենը շատ խորն ա մտել Երևանի քաղաքապետարանի բյուջեի մեջ։ Հակառակ դեպքում երևակայի ես քեզ էլ օր ու արև վաբշե չտամ։ Գագո կվարսիրա սուրա գագո Я կվարսիրա եմ ուզել քեզնի, չէ, ես ասեցի, ես կվարսիրա եմ ուզում Աբովյան 9 հասցեում, որ ես Ռուզիկը Բելան բարձրանանք լովիկեն ստուն կոֆե չայ խմելու, սիրուշին կասեն գնա մտի կոգեսենյակը, դու տհաճ ես, համել վերջի վերջո ես կուզենամ տենամ լովիկ երեխեքի դեմքը, որովհետև տենց էլ ոչ մեկ չի տենամ, դրա երեխեքը սև են, սպիտակ են, կանաչ են, դեղին են, Բելանը լավ կնի գա Ռուզիկ, չէ։ Ես դու Բելան բարձրանանք լովիկեն ստուն կոֆե խմելու։ Ահա, փրփրով, են որ ցենցալը մատանում են, այդպես կայնում է, բայց ես քաղցրն եմ խմում, փրփրով են վրան բռնած, կոնֆետ, այդպես խուրմա, այդ ամեն ինչը մեր դեմը դու սիրում ես, չէ, խուրմա, ահա, խուրմայով, բանով, ես, Բելա, նստենք հələ մենք խոսանք, ես, լովիկ, Բելա, ոշ, Ռուզիկ, ես, բան եմ, հարևանուց ու սիրող մարդ եմ, խնդրեմ, համագագոն կվարցիրան չի տալım, ասմա չէ։ Չեմ տալում, բայց փոխարենը էտա մեր նվերիկ եւ էտա գագոյ շատ սիրում գողական աշխարհ։ Ուրեմն մենք այսօր տաղավար ենք հրավիրել օրենքով գողեր եւ բարձր հեղինակություն վայելող անձանց Պզո եւ Ժիրո բան Շամյանսկի Ուֆայի Գևորգ ուրա բարև ձեզ Բյուզանդի ընկեր, Բյուզանդը մեր նվերիկի աներն է։ Так, Լենագանցի Դավո, բարև ձեզ, Սևո, Նորագյուղցի և Զապ, բարև ձեզ, զայքել ստեր, Եզդի Վիտալիկ, ուր այդ էին, Գամար ջոբա գենացվալ է, հարոգոլ ախար, Ուրեմն մինչ անցնելը թեմային, սենց մի հատ հետաքրքիր բան են զուղարկել, պարոն Այք, որ Եզդի Վիտալիկը, այսինքն կա կոնֆլիկտ ոմն Արամի միջև, Արամն ապրում է Եվրոպայում, զբաղվում է սիգարետի գործով։ Ունի ինչ-որ որդիներ, որոնք իրեն շատ լավ են զգում Աբովյանում, լավ են զգում, լավ են անում։ Խնդիր կա Գագոյիս և Արամի միջև, ինչ-որ սիգարետների բազարը ինչ մանրմունը, դա մեզ այդքան չի տակրում, բայց հետաքրքիրը նա է, որ Գագոն Եզդի Վիտալիկին ներաքաշել իր ցանցի մեջ, որպեսզի կարողանա ինչ-որ Արամից պաշտպանվել։ Չգիտեմ խի։ Այսինքն մի հատ մութ պատմություն է, բայց դա հիմա կարևոր չի, մենք ավելի լուրջ թեմա ունենք։ Ստեղ ուրա։ Ինձ ուղարկել են մի հատ նամակ, որ ես ուզում եմ ընթերցեմ։ Ուրա։ Ահա, սա ստոստեղ մնա։ Սա մենք կընթերցենք, էտա պշակովելու բանա։ Ուրեմն նախ ինչ եմ ուզում ասեմ, հարգարժան, մենք գիտենք, Պզոն
Ինչքան գիտեմ Հայաստանում շոշում դրսում է։ Ես sense ընդհանուր ասեմ, որ ոչ մեկ առանձնապես չեն եղանա, քանի որ մեր հանցագործ աշխարհի ներկայացուցիչները իրանք շատ փխրուն հոգի ունեն եւ խուսափում են հանրային թեմաներից։ Ես ընդհանուր ասեմ։ Ուրեմն հարգաժան օրենքով գողեր։ Այդ լավա, որ դուք բավականին հաճախակի այցելում եք փարավոն։ Օրինակ Լենագանցի Դավոն, որը գալիս է Միացյալ Նահանգներից, վեկալում է Պրեզենսկի նոմերը։ Ասում է Պրեզենսկին տվեք ինձի։ Մարդը սիրում է պրեզիդենտ բառը։ Դե Ամերիկա սիրում են պրեզիդենտ։ Ուրեմն ինքեր գագոն, մեր գագոն, որ ինձ մի հատ կվարտիրա չի տալի, դաժե ավտո։ Ինքը թաստեղ պարկող չի։ Ինքը շատ է սիրում այդենց կեղտոտ բաներ նկարել, դիվիդենտներ հավաքել եւ այլն։ Ահա։ Ուրեմն ձեզ որ հրավիրում են այդ փարավոն եւ այլն եւ հրավիրում են դլոների ռուս պարուհիներ, որտեղ կալի նարկոտիկ եւ այլն եւ միրոպ։ Ես չգիտեմ ձեզանից որ մեկի ներկայության ժամանակը հնչել այս երաժշտությունը Միրոպ։ Դաժե ինձ ասեցին մուզիկան էլ դրեք։ Իրանք այս երաժշտության տակ հնչել է, չգիտեմ որ մեկի ժամանակ, բայց կազմակերպվում է լեսբո շոու, այսինքն դլոնները yarեց զասվում, բան անենց եւ այլն եւ մեր օրենքով գողերը վայելում են։ Ասին այս երաժշտությունը դրեք։ Ձեզից որ մեկին է ծանոթ այս երաժշտությունը։ Այս գեղեցիկ երաժշտությունների տակ մեր նվերիկն կազմակերպում է լեսբո շոու։ Օրենքով գողերը նստում են, անունները չտանք, նարկոտիկը վխտում են եւ մեր ռուս աղջիկները իրենց կրծքերով, այս երաժշտության տակ պարելով, սկսում են իրարետ զասվել, ծծել, թքել եւ այլն։ Բայց ամենահետաքրքիրը նա է, որ ընկեր նվերիկը այս ամենը ձեզ համար չի պատրաստում պրոստը տակ, այսինքն անվճար։ Ընկեր նվերիկն այս ամենը ձայնագրում է, վիդեո։ Ինչի, ուրեմն կատված ցուցում այդ ռուս պարուհիներին, որ այդ նարկոտիկի, այս հաճելի երաժշտության, լեսբո շոուների ժամանակ, դավիսի չլավեկը դա նուժն է կանդիցի, որպիսի անջատվի մարդու ուղեղը եւ կարողանան ձեզ բերեն այն վիճակի, որ կոպիտ ասած նկարահանվեն այնպիսի վիդեոներ, որի որ հրապարակման արդյունքում տվյալ օրենքով գողը մեղմ ասած իրեն լավ չի զգա։ Հասկանում եք։ Եվ հետո այդ նույն կապրամատը կվաճառվի տվյալ օրենքով գողի վրա տարբեր խնդիրներ լուծելու համար։ Ուստի ես հորդորում եմ ձեզ նմանվել Սևոյին, Նորագյուղցի եւ Զապին եւ ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում չգնալ փարավոն հյուրանոցային համալիր եւ այնտեղ չտրվել այն որ ասում է կրազնիմ պլոսկիմ ուցեխը, որը որ ընդունելի չի անգամ Աստվածաշնչի կողմից։ Էլուր մնաց թե օրենքով գողերի։ Հասկանում եք, որովհետեւ бесплатный сыр только в мышеловке։ Գագոն որտեն շոուները կազմակերպում իատողու հետ միջոցով, ձեր հետ կապված բերեմ փարավոն, քթեները դեք քաշեմ, լեսբո շոուներ եք նայեմ, ռասլաբիցա եք կլնեմ, ծծելը ձեր դեմը գնեմ գալեմ են եւ այլն եւ այլն։ Դուք հասկացաք, ինչ կամպրամատա ուզում ձեր բերի գագոն ձեր նկատմամբ։ Զգուշ եղեք։ Ես ձեր նկատմամբ ոչ լավ եմ շնչեմ, ոչ վատ, պրոստը ես չեմ ուզում, որ իմ թշնամին իան լավ զգա։ Սա մեկ։ Երկրորդ։ Ասին երաժշտությունն էլ դնեմ։ Ուզում եմ ընթերցեմ մի հատ նամակ։ Так։ Որոնք նվիրված են Գագիկ Ծառուկյանին, ինչպես նաև վերջինիս եւ քրեական աշխարհի միջև եղած կապի հանգամանքը հաշվի առնելով, ցանկանում եմ տեղեկացնել, որ օրենքով գող Վիտալիկին այդ հարցով մեծ օգնություն է ցուցաբերել մեկ այլ օրենքով գող Շահումյանցի Ժիրոն,
ով հանդիսանում է Դոդի Գագոյի որդի Նվեր Ծառուկյանի ընկերը, ու երբ Վիտալիկին գողերը պրագոն արեցին, որ վերջինս բոզ է, դրան դեմ է արտահայտվել միայն Շահումյանցի Ժիրոն։ Մենք հեսա Շահումյանցի Ժիրոյին ցույց կտանք իր տեղը։ Դա էր պատճառը, որ այդ որոշման կայացումը հետաձգվում էր։ Ուզում եմ ձեզ կարևոր տեղեկություն տալ Շահումյանցի Ժիրոյի մասին, իմանալով, որ ձեր վերջին ելույթները, որոնք նվիրված են Դոդի Գագոյին, Ժիրոն նույնպես մարդիկ է խառնում, որպեսզի նրանց միջոցով ձեզ համոզեն լռել։ Վաու։ Այսպիսով 2020 թվականին Ժիրոն ու Կիլիկիացի Հարութիկը, ով այդ ժամանակ Սովետաշենի գաղութի նայողն էր, իրար հետ ունենում են հեռախոսազրույց։ Ալո։ Ուժայինների կողմից իրականացված գաղտնալցման արդյունքում հարուցում է քրեական գործ քրեական ենթամշակույթին հարելու համապատասխան հոդվածով, որի հետևանքով Շահումյանցի Ժիրոն կալանավորվում են։ Իմանալով կալանավորման պատճառը, Ժիրոն քրեական աշխարհում հայտարարում է, որ Կիլիկիացի Հարութիկը բոզ է, քանի որ իրենց հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս տվել է իր անունը։ Հետագայում նախաքննական փակ դատերի ժամանակ Ժիրոն ցուցաբերում է օրենքով գողին ոչարից պահվածք եւ հայտարարում է, որ ինքը չի հանդիսանում օրենքով գող եւ զբաղվում է մանր ու փոքր բիզնեսով։ Երևի գիտեք, որ օրենքով գողի ստատուսից հրաժարվելը ցանկացած պարագայում համարվում է քրեական աշխարհի օրենքների դեմ իրականացված պիղծ արարք։ Չգիտեմ, երևի։ Ինչպես նաև քրեական աշխարհի օրենքներով չի թույլատրվում բիզնես գործունեությամբ զբաղվելը։ Այդ դեպքից հետո Կիլիկիացի Հարութիկը, իմանալով Ժիրոյի հայտարարությունների մասին տեղյակ է պահում հայազգի օրենքով գող Էդիկ Ասետրինային Էդիկ։ Էդիկ Ասատրյանը զանգահարում է օրենքով գող Պզոյին եւ տեղեկացնում դեպքերի մասին եւ հանձնարարում է ճշտել իրականության համապատասխանում է Ժիրոյի հայտարարությունը, թե ոչ։ Լոշ իլինի լոշ։ Պզոն իր եւ Էդիկի խոսակցության մասին տեղյակ է պահում Շահումյանցի Ժիրոյին եւ նշում, որ Էդիկն այդ ամենի մասին պատմել է Կիլիկիացի Հարութիկը Էդիկին։ Այս խոսակցությունից հետո Ժիրոն Հարութիկին գումար է տալիս խոստանալով, որ Հարութիկն այլևս գողական աշխարհում չեն նայի բոզի աշկով, խնդրելով միայն, որ վերջինս խզի իր կապը դրսի օրենքով գողերի, մասնավորապես Էդիկ Ասատրյանի հետ։ Հարութիկը կատարում է պայմանը, սակայն պայմանը կատարելու որոշ ժամանակ անց Ժիրոն կրկին շարունակում է ճնշել նրան։ Ուրեմն հիմա ես միանշանակ համոզված եմ, որ գտնվելու են մարդիկ, որ ասելու են, այս նամակը կեղծ էր, այդպես բան գոյություն չունի, Շահումյանցի Ժիրոն ավտորիտետի, գողի, դոգան, մուտիտ անելի, այս խոսակցությունն էլ սուտի։ Շահումյանցի Ժիրոյին ես զգուշացրել էի։ Վարդան Ղուկասյան անուն ազգանունը չտաս։ Եվ ոչ միայն Շահումյանցի Ժիրոյին, այլև մյուս բոլոր օրենքով գողերին։ Չխառնվել քաղաքականության մեջ։ Վարդան Ղուկասյանին մոտիկ չգնալ, անունը չտալ, շոշափել, չվեկալել, չդնել։ Վարդան Ղուկասյանի հետ առնչություն ունեցող դաժե քուչի շանը, շան նկարը ես դրել եմ, ասել եմ, «Էս ինչ սիրուն պուծու»։ Այդ պուծուին անգամ մոտիկ չտալ, որովհետև տրվել է Վարդան Ղուկասյանի կողմից ադրվել։ Ինչ չեն լսում, ալա։ Դες բանա լմա ռուզիկ։ Ալլամա փաստորեն։ Եվ հիմա ոչ ավել ոչ պակաս, Վարդան Ղուկասյանը պետք է հրապարակի այն զանագրությունը, որտեղ Շահումյանցի Ժիրոն ասում է, որ ինքը օրենքով գող չի։ Եկեք լսենք միասին։ Առողջ եք, աշխատում եք, որտեղ որպես ինչ։ Անը բիզնեսները, բերանցված մաշար, մասնավոր աղաղտորով եք ստող։ Նախիրում դատված եղել եք։ Քանի անգամ։ Մեկ, թե երկու։ Չէ, մի անգամ են 199 թվականը։ Դրավ երկու անգամ դա փոխվել։ Բնակության հասցեն ասեք ձեր։ Շահումյան ասես փողոցն 20։ Քաղաքը։ Ինչ ունեք ավելացնելու ձեր կենսագրական տվյալներին։ Ինքնության հետ կապված պաշտպանները հարցում են։ Չէ, աշխարհ ինքերն են։ Բարի։
Եզրակացություն ունենքով գող։ Ես մի անգամ մկրտել եմ եկեղեցիում, ես ուրիշ մկրտել։ Դուք մնես օրենքով գող չեք, մենք դպրես և օրենքով գող չեք։ Այս դրբան չեմ են հասկանում, ինչի մասին է խոսքը։ Չեք հասկանում, թե չի եղել։ Չի եղել նման բան։ Եվ դուք օրենքով գող չեք։ Խնդրեմ, ընդդում եմ հանձնարարություն նման բան չի եղել։ Ճիշտ հասկացած ես։ Նստեք։ Ամբողջական, այսինքն այս ձայնագրությունը ավելի պարզ, քիչ անց կտեղադրվի Վարդան Ղուկասյանի Telegram կանալում։ Ես հերոյ եմ գողականից, երբևիցե չեմ ընդունել այդ աշխարհը, աշխատել եմ մոտ չթողալից ոչ մեկի, որովհետև եթե լիներ Օղոլմածիկ, Սվոյ Ռաֆ, Էժմիածնցի Հարութիկ եւ այլն, այդ մարդիկ իրանք իրենց երկիրը սիրում էին, անկախ ամեն ինչից, եւ ասենք այդ մարդկանց նկատմամբ ես տածել եմ խորին հարգանք։ Բայց այսօրվա գողական աշխարհը ին դուրը չի գալիս մեծարգո օրենքով գողեր, որովհետև դուք վեր եկացել բիզնեսի։ Դուք գնում եք Դոդիգագոյի օբյեկտում կայֆավատ եք լնում, դուք նվերիկ եք տրծնում, նվերիկն ուզում է դառնա օրենքով գող, մարդը $500,000 ուզում է փող տա, որ մի քանի օրենքով գող կնքեն գող եւ այլն։ Իսկ ինչ վերաբերվում է Շահումյանցի Ժիրոյին, Շահումյանցի Ժիրոյի դատարանի ձայնագրությունը քիչ անց կտեղադրվի իմ Telegram կանալում, ես չգիտեմ ձեր օրենքները ինչ են հուշում, եթե մարդ հրաժարվում է իր ստատուսից, ավելին հայտարարում է, որ ինքը զբաղվում է մանր բիզնեսով, դա թեմա է կարգալույց անելու թե ոչ, դա արդեն որոշեք դուք ինքներդ։ Եվ ես նորից եւ նորից կրկնում եմ, եւ նորից հորդորում եմ մեր սևը հարգող, վասմիկանեշնիկ խփող անուշ ապերներին, ոչ մի պարագայում, ոչ մի բիզնեսմենի հետ, ոչ մի անձի հետ չշոշափել Վարդան Ղուկասյան, հանրային ձայն, դոկ կամ հանրային ձայնին առնչվող որևիցե մեկի անուն ազգանունը։ Ով ձեր մոտ եկավ նման հարցով դիմեց, ասեմ ես գնա ծնողի ծծացնեմ, այ շար, յուրաքանչյուրիդ վրա վստահեցնում եմ ձեզ, կոմպրոմատը կգտնվի և կունենաք խնդիրներ, հեռու մնացեք Վարդան Ղուկասյանից, մի ձեր քիթը խոթեք քաղաքականության մեջ, դուք քաղաքականության մեջ գտնվելու իրավունք չունեք, դա ձեզ արգելված է օրենքով, իսկ Շահումյանցի Ժիրոյին ես զգուշացրել էի, մարդավարի էի զգուշացրել, չհասկացավ, ինձ թվում է այլևս Շահումյանցի Ժիրոն օրենքով գող չի լինի, կամ եթե կլինի, ուրեմն ձեր աշխարհի կոնստիտուցիան փոխվել է։ Ձայնագրությունը քիչ անց կտեղադրվի Telegram կանալում։ Հաշվի առնելով, որ ավելի պարզ, որովհետև sense միգուցե լավ չէր լսվում։ Ուրեմն այն վահրամա ինչ երևույթ է, դրան մենք հետո կանադառնանք։ Նեպտուն համիկ օրերը գնում են, դժողները մնում են, այդ ճարտարապետի հարցը լուծի, արագ, այս շաբաթվա մեջ։ Եվ վաղը Երևանն է խոսումը չի լինի, որովհետև ուրբաթ շաբաթ կիրակի մեր մոտ մի փոքր այլ իրավիճակ էր եւ թեմաները մենք չենք հասցրել կոնսպեկտավորել, բայց այս շաբաթվա մեջ ամենայն հավանականությամբ Երևանն է խոսում ծրագիրը դուրս գա եթեր։ Այսօր այսքանը սիրելի մեր ավտորիտետներ, հյուրեր եւ այլն։ Հուսամ այս պայից սկսած բոլոր քերակատարողական հիմնարկներում կգումարվի արտահերտ նիստ քննարկելու այս ձայնագրությունը, որը քիչ անց կհրապարակվի իմ Telegram կանալում։ Խնդրում եմ նախապես ոչ մի զանգ, ոչ մի միջնորդություն չի անցնելու, թող որ մենք չփորձենք հանգարտ զանգյասի, խնդրում եմ մի տեղադրի։ Դոլարնի ստեղ չի անցնում։ Այսօր այսքանը, գագո, կվարտիրաս ուրա, գագո։ Բարի գիշեր։